Դու մեղացել ես ինձանից, փոխարենը ես քեզ ներել եմ, գիտես ինչու, որովհետև ես շարունակում եմ քեզ սիրել, գիտեմ դու էլ ես ինձ շատ սիրում և հենց դա էր պատճառը, որ դու նեղացար ինձանից, իսկ մենք պետք է ընտրենք ապրելու նոր բանաձև, սիրենք ու երբեք չնեղանանք իրարից։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանությունն է, ես Արայք Համբարձումյանն եմ, այսօր այս տաղավարում հյուրընկալելու եմ տաղանդավոր դերասան Գևորգ Չուլյանին։ Գևորգ ջան, համեցեք, բարի գալուստ իմ տաղավար, շատ ուրախ եմ, որ քեզ նման հաճելի հյուր ունեմ այսօր և համոզված եմ, որ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Շնորհակալ եմ։ Գնացինք զբաղեցնելու մեր տեղերը և սկսելու մեր զրույցը։ Գևորգ, այսօր մենք կզրուցենք ձեր կյանքի մասին, կլսենք ձեր կյանքի պատմությունը և կփորձենք ծաղկաքաղ անել կյանքի ամենահետաքրքիր դրվագները։ Ամենասկզբից սկսենք ձեր կյանքի պատմությունը, որտեղ եք ծնվել, որ ծննդատանը, ովքեր են ձեր ծնողները և ով է որոշել ձեր անունը դնել Գևորգ։ Ես ծնվել եմ մայրաքաղաքում Երևանում, Մարգարյան հիվանդանոցում, Մաշտոցի պողոտայի, ծնողներս, ես արհեստավոր ընտանիքում եմ ծնվել, հայրս շարժիչագործ է եղել մեքենաների, այն ժամանակ այդ Վազ Տոլյացի առաջնակարգ մասնագետներից մեկն է եղել սերվիզում, մայրս տնային տնտեսուհի երբեք չի աշխատել կյանքում, պապան գտել է, որ դրա կարիքը չկա ու մինչ օրս չի աշխատում, մեզնով է զբաղվել։ Զբաղվել է ընտանեկան հոգսերով առօրյա։ Անունս պապիս անունն եմ կրում և այդ ոչ թե ինչ-որ մեկը որոշել է դա, ուղղակի այդպես պիտի լիներ, որ ես պիտի պապիս անունը կրեի, որպես ավանդական հայկական ընտանիք և իրականում պապիս շատ ենք սիրել, կրում եմ պապիկիս անունը, Գևորգ։ Իսկ Չուլյան ազգանունը հազվագյուտ ազգանուն է և միշտ չէ, որ կհանդիպենք, շատ հայտնի այսպես, շատ տարածված ազգանուն չէ, ծագումնաբանության մասին տեղյակ եք, որտեղից եկել այդ ազգանունը։ Ես ճիշտն ասած իմ պատմությունը ոնց որ շատ եմ հետաքրքրվել։ Ի սկզբանե մեր ազգանունը եղել է Գևորգյան։ Շատ հնում։ Ինձ միշտ հարցնում են, որ ասում եմ որտեղից ես, ասում եմ Երևանից, երևանցի եմ, ասում են չէ, տենց չի լինում, էլի ավելի արմատական, հիմա ես չեմ, դե արևմտյան Հայաստանից են մերոնք գաղթել, միշտ ասում եմ, դե եթե մեր գյուղն եք փնտրում, Հալեբն է, Հալեբցի եմ կամ Հունաստանի Սալոնիկից, ասենք, ոնց ասեմ, էլի, որովհետև 48 թվականից մերոնք ապրում են Երևանում, հայրենադարձվել են, և պապիս կողմը, տատիս կողմը, հետո եկել են հանդիպել են արդեն իսկ Երևանում, դա է շատ հետաքրքիր պատմություն է, իսկ մեր ազգանունը ի սկզբանե ինչքան որ գիտեմ Գևորգյաններ են եղել, հետո արդեն գաղթի ու Եղեռնի տարիները տեղափոխվել են, դե փաստաթղթեր չեն ունեցել, հետո կարպետագործներ են եղել, կարպետ են կարել, ասել են չուլջիներ, չուլջի են ասել, չուլջի և ազգանունը արդեն փաստաթղթերը կազմելուց դարձել է Չուլյան, բայց եզրակի ազգանուններից է, գտել եմ մի քանի մարդ ևս, որ ունեն այդ ազգանունը և մեզ ազգակցական կապ չունեն, թերևս եզակի շատ քիչ, աշխարհում որտեղ որ կան, մեր ազգանունը կրողները մեզ բարեկամներ են ու 99%-ին ես անձամբ ճանաչում եմ և կապի մեջ եմ բոլորի հետ։ Մի օր անպայման կազմակերպիր Չուլյանների հանդիպում։ Կա տենց միտում, հետաքրքիր կստացվի։ Ճիշտ է, շատ սփռված են, Միացյալ Նահանգներ, Եվրոպա, Ռուսաստան, բայց ոնց որ տենց ցանկություն միշտ եղել է։ Ինչպիսի աշակերտ եք եղել դպրոցում։ Դպրոցում սովորող ծույլիկ։ Բավականին չէ, լավ սովորող աշակերտների շարքում եմ, գերազանցիկ չեմ եղել։ Պարզապես մեր տարիները այնպիսին էին, որ հիմա եթե սովորելը դա շատ մոդայիկ է, դա շատ ճիշտ է, մեր ժամանակներում տենց տեղ եմ, որ սովորում էր, եկավ այդ տարիները, հետ սովետական, հետ խորհրդային տարիները անկախության, երբ որ արդեն այդ 8-9-րդ, 10-րդ դասարանում որոշակիորեն, չնայած որ ես բավականին սովորող աշակերտ եմ եղել դպրոցում եւ սիրված աշակերտ եմ եղել։ Ամենասիրելի առարկան որն էր դպրոցում, Գևորգ։ Պատմություն, հայ գրականություն։
Ինչպես շարունակվեց ձեր կյանքի ճանապարհը, ինստիտուտ ընդունվեցիք, բարձրագույն կրթություն ստացել եք։ Այո, ես ավարտել եմ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, մասնագիտությամբ թատրոնի եւ կինոյի, դրամատիկ թատրոնի կինոյի դերասան եմ։ Էդ էլ մի ուրիշ փուլ էր ու շատ իմ կյանքի ամենավառ փուլերից մեկը։ Ես մինչև այդ ասեմ, որ մինչև դպրոցը ու դպրոցի շրջանը իմ մանկությունը շատ գունեղ ա եղել, շատ վառ մանկություն եմ ես ունեցել, անկեղծորեն, եթե այդ սովետական շրջանում համարվում էր, որ գույները քիչ են, իմ համար ամենագունեղ տարիները եղել են իմ մանկությունը, որովհետև իմ տատս պապս շատ հավեսով մարդիկ էին, եւ մենք ապրում էինք իրանց հետ եւ հորեղբայրս էր իր ընտանիքով եւ ես ու քույրս այդ տանը առաջին երեխաներն էինք։ Իմ ծնողներին շատ քիչ բաժին է հասել մեզ ման տալու, մեզնով զբաղվելու այդ սկզբնական շրջանում։ Ես մանուկ ժամանակ բոլոր կինոթատրոնները, բոլոր զբոսայգիները, բոլոր կարուսելները Երևան քաղաքում ինչ կա, ինձ այնքան հարազատ է, որովհետև ես մանկուց բոլոր տեղերը զբոսնել եմ, բոլոր սրճարանները, մենք մեր տան ավանդույթներ կար, էլի, ասենք կեսօրին պապս գալիս էր այն ժամանակ ընդմիջում, մեզ իջացնում էր զանգում, մենք Պրոշյանում էինք ապրում, մի քանի մետր էր, իջացնում էր զանգում մանկական երկաթգիծ, որպեսզի մենք ջրի ափին ավելի ախորժակով ընդմիջենք։ Երեկոյան կար հաց ուտելուց հետո պարտադիր պաղպաղակ ուտելու արարողությունը, որ մեզ տանում էին, մեզ ձեռքերի վրա ուսերի վրա են այդպես մեծացրել։ Երբ մանկության հուշերը գեղեցիկ են եւ չկան դժվարություններ շատ վառ են հուշերի մեջ, որովհետեւ հիմնական այդ տարիները բարդ տարիներ էին եւ շատերն ունենում էին հացի խնդիր եւ շատ դժվարությամբ էին այդ խնդիրը լուծում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ձեր մանկության հուշերի մեջ միայն գեղեցիկ գույներ են եւ չկա կարծես թե դժվարությունների հետքը։ Դժվարությունների հետ եղել է արդեն իսկ հետո այն շրջանում, երբ որ անկախություն եղավ, եկան մոտ 8 տարիները, բայց դրանք ֆինանսական բանով չէին պայմանավորված այդ դժվարությունները, պարզապես չկար։ Այո։ Պարզապես անգամ եթե դու ունեիր գումար, հաց չկար, պետք էր գնալ հերթ կանգնել, գիշերը զբաղեցնել էր հերթը, գնել եւ բերել տուն։ Ես էլ դրանով զբաղվում էի, դպրոցական էի, բայց մեր տան այդ պարտականությունը դրված էր ին վրա եւ ես հետո որ հետադարձ հայացքով նայում ես ամեն ինչին, ես շատ ու շատ իմ մանկության ընկերներին ձեռք եմ բերել հենց այդ շրջանում։ Երբ որ այդ հացի հերթերն էին, ես մեր բակային այդ տարածքի բոլոր տղաներին ճանաչել եմ ու մենք իրար այդ ընկերություն ենք արել հենց այդ ժամանակներից։ Ասում եմ այդ վատի մեջ նաև շատ լավ բան կար։ Գևորգ, որն էր այն կետը, որտեղից հանրությունը քեզ ճանաչեց որպես դերասան եւ անուն ազգանունդ արդեն թողեց հետք։ Որն էր այդ պրոյեկտը, որն էր այդ ներկայացում, այդ խաղը, որտեղ էր այդ կետը։ Կարծում եմ, որ TV-ն։ Կարծում եմ, որ TV-ն ուսանողական տարիներից հետո, ինչպես դասավորվեց, ես որ ընդունվեցի ինստիտուտ, ավարտեցի, պիտի գնայինք ծառայության։ Դա եղավ բեկումնային իմ կյանքում, անկեղծ ասեմ, իմ ծառայությունը։ Ինչու՞։ Ես ծառայել եմ Ստեփանակերտի Վարան Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասան։ Այդ ինչպես։ Այն ժամանակ կար այլընտրանքային ծառայության օրենք, երբ որ մասնագետների պահանջ կար եւ չունեին այդ մասնագետները, երիտասարդ կադրերը, մենք արդեն որ երրորդ կուրսում էինք, եկել էր թատրոնի գեղարվեստական ղեկավարը եւ հետաքրքրվելով իմացել էր, որ մեր կուրսը այնց տաղանդավոր ու շատ ակտիվ կուրս է։ Եկավ մեզ տեսավ ներկայացման ժամանակ, հասկացավ, որ այդ կադրերը իրան պետք են եւ մեր կուրսի ամբողջ կուրսի տղաներին 6 հոգով մեզ տարան Ղարաբաղ, այն ժամանակ չէին տանում ավարտածներին, գնում էին ուսումնական կենտրոն, հետո ստանում էին ավակ, հետո գնում էին, մեզ միանգամից տարան Ղարաբաղ, մենք այնտեղ ոնց որ այդ կարանտին ասածը անցանք, նրանից հետո տեղափոխվեցինք արդեն քաղաքացիական կյանք Ստեփանակերտի դրամատիկական թատրոն եւ գնում էինք գործի, գալիս էինք աշխատում էինք միևնույն ժամանակ ես երաժշտական ուսումնարանում դասավանդում էի, որի համար շատ շնորհակալ եմ տեղի իմ շատ երգիչ ընկերները այդտեղից են հիմա շատ հայտնի անուններ Արցախից, որոնց հետ ես այդ ժամանակ դասավանդել եմ անգամ,
շատ բանը ծիծաղելի պատմություն է, էլի այդ ընկերների հետ որ նստած ենք, ասում են Չուլյանը այնքան հինա մեզ դաս ա տվել, բան, ասենք բոլորի համար զարմանալի է, դե մեր տարբերությունը տարիքային շատ քիչ էր, իրանք ուսանող էին, ես նոր ավարտած դասավանդում էի դերասանի վարպետություն վոկալիստներին։ Հետո թատերական ստուդիա կար, որտեղ դասավանդում էի, իսկ բանը ճանաչումը որպես Գևորգ Չուլյան, որ ճանաչեցին ինձ, դա եղավ արդեն իսկ TV-ից, արդեն երբ որ սկսվեցին նախագծեր, Որ պրոյեկտ ավելի շատ ես ճանաչում, բանակումը։ Այնտեղ ինչ էր քո կերպարի անունը։ Այնտեղ Մուսայելյան Սամվել էի խաղում։ Մուսայելյան Սամվել։ Նոր պրոյեկտներ կան, որի մեջ հրավերներ ունես կամ առաջիկայում պատրաստում ես նկարահանվել։ Հիմա նկարահանվում եմ հենց այս պահին։ Նոր նախագիծ է։ Ճակերտները փակ պահելու ոչինչ չկա։ Կամքը ձերն է։ Որովհետև կարծես թե ոնց որ անոնսային անգամ ինչ որ որոշակի դրվագներ կան, որոնք որ տեսել եմ եւ ինձ նույնպես ուղարկել են։ Մեր բանակումի անձնակազմից շատ տղաներ են ներգրաված, հումորային սիթքոմ է, նախագիծ է։ Երևի այսքան հիմա այս պահին նկարահանումների փուլում ենք։ Շատ լավ, խոսեցիք Արցախի թատրոնի մասին, որտեղ որ շատ հետաքրքիր հուշեր ունեք։ Այո։ Այսպես փակել եք սունդուկի մեջ եւ այդ հուշերը ձեր սրտի մեջ են միշտ։ Այնտեղի դերասանների հետ կապ կա, շփում կա։ Դերասաններից շատ քչերի, որոնց որ անձնական ոնց որ կապ եղել է, շատ քչերի հետ դերասաններից, ինչի է իմ համար ամենավառ ու գունեղ թե ուսանողական, թե չնայած իմ կյանքում բոլոր այդ փուլերն են շատ վառ ու գունեղ ու շատ սիրուն, փառքաստու եւ շնորհակալ եմ Աստծուն դրա համար։ Այդ տարիները հիմա անձնապես որ շփում շատ-շատերը չկան, շատ-շատերը ասպարեզից դուրս են եկել, շատ-շատերը հանրապետությունում չեն, տարբեր պատճառներով Գիտեք ինչ եմ հարցնում, որովհետև կա մի մարդ, ով հենց այդ թատրոնի դերասանն է, եւ ճանաչում եք իրար, եւ այդ մարդը հիմա գալու է մեր տաղավար։ Նրա անունը Քաջիկ է, ազգանունը Հարությունյան։ Քաջիկը հիմա միանում է մեր զրույցին, Արցախի թատրոնի դերասան։ Համեցեք պարոն Հարությունյան եւ ձեր ներկայությամբ անակնկալի բերեք մեր այսօրվա հյուրին։ Բարով եք եկել մեր տաղավար, համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարի գալուս։ Որտեղից։ Բարև։ Երեք չառաջորը քեզնից էի խոսում։ Հա, ու ասում էի տեսնես ուրա, ինչ անում։ Ստեղ եմ, մոտդ եմ։ Համեցեք։ Պարոն Հարությունյան, Շատ համեցեք։ անսպասելի հյուրեր։ Բարի գալուս։ Շատ եմ անսպասելի։ Բարով եք եկել մեր տաղավար։ Բարև ձեզ։ Համեցեք, այստեղ նստեք, զբաղեցրեք ձեր տեղը, միացեք մեր զրույցին։ Ահա, շատ հաճելի է։ Մեզ նույնպես շնորհակալ ենք, որ այսօր մեր տաղավարում եք, չեք մերժել մեր հրավերը եւ ձեր ներկայությամբ անակնկալ մատուցեցիք Գևորգին։ Հենց Արցախում եք ծանոթացել թատրոնում, հա։ Արցախում թատրոնում 2000 հենց։ ուղիղ 2000 Հենց 2000 թվականը։ Բան այլընտրանքային ծառայողներ եկան մեզ մոտ, Այո, 5 հոգով։ այո։ Շատ շնորհալի երիտասարդներ, մեկը մյուսից շնորհալի, մեկը մյուսից լավ, մեկը մյուսից հայրենասեր, եւ միանգամից մտան կոլեկտիվի սիրտը, չէ՞, այդպես չէր։ Այո։ Գևորգը հատկապես, որովհետեւ ես Գևորգին որպես ոչ թե իմ տղա, այլ որպես արվեստագետ էի ընդունում այն ժամանակ եւ շատ շնորհալի երիտասարդ, շատ գրագետ, խելոք, բանիմաց, իր քայլերը չափած, ձևած, այսպիսի մի երիտասարդ։ Եվ այսօր ես ուրախ եմ, Գևորգ ջան, որ այստեղ եմ մոտդ։ 2000 թվին որ եկան մեր թատրոն, միանգամից արդեն խաղացանկի մեջ մտան եւ պատկերացրեք իրենց ուժերով նոր ներկայացում էլ խաղացանկի մեջ բերին։ Հիշում եք, բանը Խաթաբալան։ Այո։ Խաթաբալան։ Ընդ որում խաղացանկի մեջ 8 ներկայացում կար, որի մեջ մենք ընդգրկվեցինք եւ մի ներկայացումը հենց մենք ստեղծեցինք։ Այո, ստեղծեցինք եւ հանդիսատեսը ջերմ ընդունելությամբ շատ լավ։ Այնուհետև մենք Գևորգի հետ միասին այն 5, այսինքն 5 պայմանագրայինների հետ միասին 2 տարի աշխատեցին մեր մոտ թատրոնում։
Ես գոհ եմ հատկապես Գևորգից, որովհետև հարցեր կան։ Տղաները եկան, Գևորգի հետը եկա, բայց Գևորգի սիրտն ու հոգին մնաց Արցախում։ Մնաց Արցախում, որովհետև այդ քիչ հետո այդ մասին էլ կխոսենք։ Շատ լավ։ Բայց նորից եմ ասում, ուրախ եմ, որ ես այսօր այստեղ եմ։ Մենք ենք ուրախ եւ շնորհակալ, որ դուք եկել եք։ Քաջիկ չես փոխվել, երկար ժամանակ չէի տեսել։ Ինչքան ժամանակ չեք տեսել։ Բավականին երկար։ Ես վերջին անգամ Քաջիկին տեսել եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Դուք բերել եք ներկայացում, դեռևս Արցախում էիք եւ Արցախից բերել եք ներկայացում։ Քանի տարի։ Վերջի մի երևի 3-4 տարի առաջվա բան եմ ասում, Թումանյանի թեմայով էր, Թումանյանի քանի ամյակին, Թումանյան չէր, Թումանյան էր։ Հա, Պատանի հանդիսատեսում, հա։ Այո, Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում էր, բերել եք ներկայացումը Թումանյանի ծննդյան հետ կապված։ Այդ կուլիսներից դուրս ոնց որ ներկայացումը ավարտվել է, գնացել եմ այնտեղ տեսել եմ, գրկախ առնվել ենք ու էլի երկար ժամանակ չի տեսել Քաջիկի։ Հիմա հասկանում եք, թե ինչ կերպ են աշխատում մեր գործընկերները եւ ինչպես է պատրաստվում մեր նախագիծը։ Ֆանտաստիկայի ժանրից էր Քաջիկի։ Ես ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել իմ հզոր թիմին, այն բոլոր անձնակազմին, այն աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռան չեն խնայում, որ խոստովանություն հեռուստանախագիծը կայանա եւ դառնա ավելի հետաքրքիր։ Սել հեռուստադիտող իրականում հզոր թիմ է աշխատում այս նախագծի վրա եւ շատ եք դուք ինձ ուղում ձեր հարցերը, թե արդյոք անակնկալ են անակնկալ հյուրերը, արդյոք նամակի մասին չգիտի մեր հյուրը։ Ես ուզում եմ փաստել, որ մեր տաղավարում ոչինչ նախապես սցենարագրված չէ եւ ամենը այստեղ ստեղծում է պատահական եւ անակնկալ կերպով։ Շնորհակալություն իմ սիրելի թիմ, շնորհակալություն իմ սիրելի հեռուստադիտող։ Հա, իդեպ, արդից օգտվելով ուզում եմ նշել, որ մեր բոլոր եթերներին կարող եք հետևել նաև մեր YouTube-յան ալիքում, պարզապես այնտեղ փնտրում եք Արայք Համբարձումյան էջը, գտնում եք, միանում եք, թողնում եք ձեր մեկնաբանություններն ու առաջարկները։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Գևորգ, շարունակենք մեր զրույցը, պարոն Հարությունյան, այ որ առաջին անգամ Գևորգը եւ եւս 4 հոգի մտան թատրոն։ Միշտ չէ, հա, որ նորեկին միանգամից այսպես գրկաբաց ընդունում են, որովհետև պետք է հասկանալ, ինչ ունակություններ ունի, որքան է նրա տաղանդի չափը եւ արդյոք նա կկարողանա ծառայել թատրոնին, որովհետև թատրոնն էլ պահանջում է ծառայություն, չէ, ճշտապահություն եւ մեծ ծառայություն։ Այո, ինչպես ստացվեց, որ հասկացաք, որ այո, եկել է հրաշալի երիտասարդ, ով ունի տաղանդ եւ պատրաստ է ծառայել թատրոնին ի նպաստ ներկայացումների։ Նախ Գևորգի մասին խոսեմ, էլի։ Սկզբնական շրջանում, երբ որ Գևորգին ես տեսա, միանգամից սիրահարվեց այս տաղին։ Իրա ամեն ինչով քիչ առաջ ասեցի, մարդկային բոլոր հատկանիշները այս մարդու մոտ կար։ Եվ պատահական չէ, որ շրջաններ էին գնում եւ բոլոր մեր շրջաններում, ասում եմ, հոյակապ ներկայացումները ընդունում են ժողովուրդը, շատ լավ, այնտեղ ուրիշ տեսակ հանդիսատեսա։ Եվ ընդդեղից արդեն մենք հասկանում ենք, էլի մարդ հասկանում է, այս երիտասարդը, որ եկել է, բարձրացել է բեմ, արդյոք ապագա կունենա, արդյոք մի նշանակություն կունենա ազգի համար։ Եվ ես 100% ասում եմ, որ ես Գևորգին շատ սիրեցի որպես դերասան, որպես շնորհալի դերասան, որպես մարդ, իր մարդ տեսակը շատ կարևոր է դերասանի մեջ։ Ինքը այսպեսի մի բառ են ասում, լոպաշ չի էլի, հասկանում եք, ինքը արդեն իր արժեքը գիտի։ Կոկիկ, կազմակերպված։ Արժեքը գիտի եւ դա շատ կարևոր է դերասանի համար։ Ինքը աշխատասեր մարդ է։ Ինքը եւ միևնույն ժամանակ ես էլի ասեմ, որ երբ որ Գևորգը արդեն եկավ մերվեց մեր կոլեկտիվի հետ, մեր կոլեկտիվում կար մի սիրելի սիրուն աղջիկ, որի անունը Արմինե էր, եւ տեսա, որ իրար բան են համակրում են մեկը մյուսին, եւ շատ իսկականից ես շատ ուրախացա, որովհետեւ Արմինեն իմ սանն էր եւ Արմինեն էլ մի վիճայլոց մեծացել է կուլիսներում։ Ինքը մեր թատրոնի բանի մեքենավարի հետ, բայց ամենից կարևորը տեխնիկական ռեժիսորի աղջիկներ եւ գնում ենք ներկայացումներ, գնում ենք գյուղեր, շրջաններ, քաղաքներ եւ միշտ Արմինեն մեզ հետ գալիս էր, բերում էին մեզ հետ։
Ուզում եմ ասել, որ Արմինեն էլ մեծացել է կուլիսներում եւ միևնույն ժամանակ իմ խմբում էր, ես մանկական ստեղծագործական կենտրոնում խումբ էի պահում թատերական, Արմինեն էլ ինձ մոտ էր եւ Արմինեն ընդդղից եկավ թատրոն արդեն, բերին թատրոն, որպես շնորհաշատ երիտասարդ դերասանուհի, գեղեցկուհի, մի խոսքով մեր շատ սիրելի Գևորգը հավանեց, Արմինեն էլ հավանեց Գևորգին եւ անցավ որոշ ժամանակ արդեն բանը վերջացրին ծառայությունը, այսպես տեղափոխվեցին Երևան։ Մենք ուրեմն հյուրախաղերով հանդես եկանք Երևանում, եկան որտեղ որ գիշերում ենք մնում էինք այնտեղ, ասացին որ բա գիտես ինձ ասացին գալիս են Արմինեին նշանելու։ Արմինեն այն ժամանակ թատերական Գեղարվեստաթատերական ինստիտուտի որ կուրսում էր, չեմ հիշում, բայց երկրորդ կուրս էր։ Ասացին, որ ես պիտի գնամ այնտեղ եւ որպես հարազատ, որպես բարեկամ, որպես իրեն շատ սիրող մարդ եւ այդ սեղանը պիտի ղեկավարեմ։ Այո։ Մեծ հաճույքով ես համաձայնվեցի եւ գնացինք Արմինեն այն ժամանակ ապրում էր ինչ որ մեկի տանը, բան Վարձով։ Վարձով էր ապրում։ Սպասեցինք Գևորգի ընտանիքը եկան։ Խնամիները եկան եւ ես շատ զարմացա եւ հիացա Գևորգի տատիկից։ Տատիկը օրինապաշտ կին է, մաքուր հայկական օրենքներով ամեն ինչով նրա խոսակցությունից այդպես է զգացի։ Հետո Գևորգի ընկերներն էլ եկան, մի խոսքով գեղեցիկ դարձավ գեղեցիկ շրջանում գեղեցիկ այդ մատանին հանեց, տվեց Արմինեի ձեռը եւ մենք կնքեցինք նրանց ամուսնության սկիզբը, չէ՞, այդպես էր։ Եվ շատ իսկականից շատ ուրախացա եւ որ Գևորգն ու Արմինեն միացան եւ այսօր հոյակապ ընտանիք ունեն, զավակներ ունեն եւ այսօր իսկական հայի ընտանիք է իրենց ընտանիքը, ես ինչքան որ լսել եմ, գիտեմ, երկու զավակ ունեն, տղաներ արդեն մեծ մարդիկ են։ Պարոն Հարությունյան, ես ձեզ շնորհակալ եմ, որ միացաք մեր զրույցին։ Մենք դեռ այսօր Գևորգի կյանքի պատմությունը կշարունակենք բացահայտել, որովհետև շատ հետաքրքիր է նրա կյանքի պատմությունը, որովհետև ինքն էլ հետաքրքիր տեսակ է մարդկային։ Ես հիմա ձեզ կամաց կճանապարհեմ, որից հետո մենք շարունակենք զրույցը Գևորգի հետ։ Բայց ձեզ ասում եմ շնորհակալ եմ, որ եկել եք, որ կյանքի ամենահետաքրքիր պահերին եղել եք նաև Գևորգի կողքին եւ նկատել եք նրա կյանքի այդ ընթացքը կողքից նայելով, ինչ չէ նաև ձեր խորհուրդները ուղղորդելով։ Դե ես էլ շատ շնորհակալ եմ, որ այստեղ եմ, Գևորգի կողքին եմ, Գևորգ ջան, ապրեք, շատ ապրեք։ Քաջիկ շատ անակնկալ։ Շատ մեծ անակնկալ էր։ Շնորհակալ եմ։ Հաջողություն, շնորհակալություն մեզ միանալու համար։ Ցտեսություն, համեցնանք, Գևորգ ջան։ Իմ շատ սիրելի հեռուստադիտող, վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը, շարունակենք մեր եթերը եւ եւս մի հետաքրքիր կյանքի պատմություն ներկայացնենք մեր տաղավարից։ Այսօր իմ հյուրը դերասան Գևորգ Չուլյանն է իր պատմությունով եւ իհարկե իր կյանքի հետաքրքիր դրվագներով։ Գևորգ, քիչ առաջ մենք ճանապարհեցինք պարոն Հարությունյանին, ով շատ գեղեցիկ պատմեց ձեր կնոջ հետ հանդիպելու այդ դրվագները, թե ինչպես է եղել ամուսնության առաջարկությունը եւ այլն։ Հիմա մենք ավելի այսպես մանրամասն խոսենք այդ ամենի մասին, որպայից հասկացաք, որ հենց Արմինեն է ձեր կյանքի իմաստը եւ նա է լցնելու ձեր սիրտը իր սիրով։ Այնքան բարդ հարց է, թե որ պահից։ Անկեղծ ասած, երևի ես ավելի քիչ էի հասկացել եւ Արմինեն, քան մեր ընկերները։ Որովհետև բոլորը դե մենք տղերքով 3 տղա միասին էինք ապրում մի տան մեջ այդ ժամանակահատվածում որ թատրոնում ենք իդեպ Քաջիկը ասեց որ Արմինեն իր սանն է եղել միևնույն ժամանակ ասեմ որ նաև իմ սանն է եղել ես հասցրել եմ ստուդիայում թատերական իրան դասավանդել ու այդ ստուդիայում էլի շատ մարդիկ որ այսօր լավ մի բան ճանաչված են երբ որ Արմինեն արդեն ավարտում էր դպրոցը այդ ժամանակ դուք ճանաչում էիք նրան հա իհարկե Ինչ եմ հարցնում, թե մենք շատ բան գիտենք ձեր մասին, հիմա կարող եմ պատմենք ու դուք հիշեք, որ վերջին զանգն էր Արմինեի եւ ուզում եք ծաղիկներ նրան ուղարկել։ Այո։ Եւ դուք չեք կարող գնալ, բայց ձեր ընկերների միջոցով այդ ծաղիկները տեղ հասան։ Այո, եղել է այդպեսի բան։ Հիմա կզարմանաք, եթե մենք ասենք, որ այդ ծաղիկները դեռ կան։
Զարմանակ։ Ոչ թե կզարմանամ, ես կասեմ, որ դա ֆանտաստիկայի ժանրից է։ Դա 25 տարվա մասին ենք մենք խոսում։ Այո։ Դե ոնց կարողանա 25 տարի առաջ վերջին զանգին, ձեր կնոջ վերջի զանգին, դուք ձեր ընկերների միջոցով ուղարկել եք ծաղիկներ, որովհետև չեք կարողացել գնալ զբաղվածության եւ ժամանակի հետ կապված, ասեմ հստակ եւ հաստատ վստահ, որ այդ ծաղիկները մինչեւ օրս կան։ Ասեմ ավելին, այդ ծաղիկները մեր տաղավարում են եւ հիմա ես կփոխանցեմ ձեզ, որովհետև նրանք գտնվում են հենց այստեղ, ես հիմա կգամ ձեր կողքին կնստեմ։ Ուրեմն ձեր կինը ծաղիկները երբ որ ստացել է, ամեն ծաղիկի հետ նա հասկացել է սիրո չափաբաժինը։ Եվ այնքան է սիրել այդ ծաղիկները, որ չորացրել է ու պահում է այս տուփի մեջ, որը հիմա ես կհանձնեմ ձեզ, հենց կարող եք բացել, այդտեղ հենց այն ծաղիկների թերթիկներն են, որոնք որ դուք ֆանտաստիկայի ժանրից է, որ հենց այդ ծաղիկներն եք դուք նվիրել ձեր կնոջը նրա վերջին զանգի օրը, եւ այս ծաղիկները խնամքով պահվել են ձեր կնոջ կողմից, որովհետեւ ծաղիկների մեջ միլիոնի կշիռ ունեցող սեր կա։ Ես չեմ տեսել երբեք մեր տանը, ես չեմ պատկերացրել, որ սենց բան կարա լինի։ Այ երբ որ գնաք տուն, անպայման ձեր կինը կպատմի այս ծաղիկների պատմությունը եւ թե ինչու են այսքան խնամքով չորացրել ու պահում մասունքի նման։ Ես բան այ համար անկեղծորեն ֆանտաստիկայի ժանրից ինչ որ բան է։ Դե քանի որ ֆանտաստիկայի ժանրից է, հիմա դուք էլ առիթ ունեք ձեր կնոջը ձեր սրտի խոսքն ասելու, որովհետեւ հիմա Գևորգ այս ամեն ինչը իրականում հենց նրա ձեռքի շնորհքն է, որ պահվել են, որովհետև էլի եմ կրկնում, այստեղ տոննաների կշիռ ունեցող սեր կա։ Ես պետքա Այո։ Խոսքով դիմեք Արմինեին։ Խոսքով դիմեմ, եթե դե ծաղիկները 25 տարի սենց խնամքով պահվել են, դե ես հասկանում եմ, որ ինչքան մեծ արժեք ունեցող ծաղիկներ են, ու ես քեզ շնորհակալ եմ, որ ոնց որ այս ծաղիկներն ես պահել, այսքան տարի, տենց պահում ես մեր սերը։ Իրականում պահում ես մեր սերը, մեր ընտանիքը ու շատ խնամքով, ոնց որ սա դրված է գեղեցիկ ծալված։ Այո։ Եվ անգամ տեսնում ես հատուկ կտորի մեջ։ Ձեռքերս դողացի։ Ես զգացի, հենց հիմա դու դողում ես ու ես նկատեցի այդ հուզմունքը ձեր մեջ։ Չգիտեմ, ես շատ հետաքրքիր ու շատ մեծ անակնկալ էր։ Շատ լավ։ Ես որ չեմ սիրում ուղղակի բացահայտիմ զգացմունքները, ոնց որ ներկայացնել։ Ոնց որ կասեմ շնորհակալ եմ, ու էլի շնորհակալ եմ այսքան։ Թույլ կտակ ես մեր հեռուստադիտողին էլ ցույց տամ, հիմա հեռուստադիտողները ուշադրությամբ նայում են։ Ուրեմն նայեք, սել հեռուստադիտող անգամ տեսնում եք ինչ հին տուփի մեջ է այն թաքնված։ Սրանք այն ծաղիկներն են, եւս մեկ անգամ կրկնեմ, որը որ Գևորգը ուղարկել էր իր կնոջը այդ ժամանակ դեռ համակրած աղջկան վերջին զանգի առիթով եւ տեսեք 5 վարդ նայեք իսկ Արմինեն այնքան է սիրել այս ծաղիկներին, որ չորացրել է եւ 25 տարի պահում է աչքի լույսի պես։ Սրանք ինձ թվում է կարմիր են եղել, Արայք, ես տենց հասկացա, կամ բորդո են եղել, կամ կարմիր։ Ես չեմ հիշի, էլի։ Այո։ Բայց ինչ որ լուսանկարներ սա ձերն է, Գևորգ, նույն խնամքով էլ մենք կվերադարձնենք, որպեսզի տանեք տուն։ Արմինե, շնորհակալ ենք ձեզ այս հոգատարության եւ մեծ սիրո համար, որովհետեւ իրականում միշտ էլ հաճելի է, երբ կյանքում կա իրական սեր եւ սիրո մեջ գերակշռում են ներդաշնակությունը, ինչը նկատելի է ձեր եւ Գևորգի ստեղծած ընտանիքի մեջ։ Միշտ ապրեք սիրով, եղեք երջանիկ։ Գևորգ, ես շատ ուրախացա իրականում, որ այս անակնկալը քեզ հուզեց, ձեռքերդ սկսեցին դողալ, բայց ասեմ պատրաստ իր մեզ մոտ այդպիսի անակնկալներ հաճախ են լինում։ Մենք շարունակենք մեր զրույցը։ Ասենք, ճիշտն ասած ինձ մի քիչ դժվար է հուզելը։ Փորձենք բայց ոնց հասկանալ։ որ ձեր մոտ քիչ ստացվում է, եթե դու ավելի թեժանալու է, միգուցե, չգիտեմ, տեսնենք։ Ահա, Գևորգ այսօր ունեք 2 տղա, ինչ է նրանց անունները։ Ավակս Հրայրն է եւ կրծերը Արտավազդը։ Ում անունով եք կնքել ձեր տղաներին, թե պարզապես որոշել եք։ Պապայի անունով Հրայրը հայրիկիս անունն է, ավակս, եւ փոքրս Քերուս անունն է, Արտավազդ։ Քանի տարեկան եք, երբ մահացավ ձեր հայրը։
27 տարեկան եմ եղել, որ հայրս մահացավ։ Ինչն էր մահվան պատճառը։ Պապան ոնց որ ասում բան, ինսուլտ գրեցին, այդպես եւ իրականում դա անոթների արագ խցանում, վարքյանական սպազմ եւ վարքյանական մահ։ Գևորգ, չափահաս հասուն տղա եք եղել եւ կորցել եք ձեր հայրիկին։ Կհիշեք խորհուրդներ, որոնք ձեր հայրն էր տալիս եւ արդյոք կան այնպիսի խոսքեր կամ խորհուրդներ, որոնք ամուր պահում եք ձեր սրտում։ Շատ։ Դրանցից մեկը կբարձրաձայնեք։ Ուզում եմ հիշեմ ամենը իմ մեջ տպավորվածներից։ Տղամարդը այնց տեսակա, որ պիտի ամեն դուռ էլ մտնի դուրս գա իր ճանապարհին, բայց որ դուռը մտնում ես, հետևը մի հատ քար դիր, որ չփակվի մնաս այնտեղ։ Մտի փորձի տես ինչա, բայց հետևը քար դիր, որ ուզենաս դուրս գաս չմնաս այդ սենյակում։ Ամեն տեղ էլ կմտնես, կելնես տղա ես խորհուրդ կտամ, կասեմ, կնդիմանամ, մեկա դու անելու ես։ Մտի բոլոր դռներն էլ տղամարդ ես, մտի կյանքում ամեն ինչ էլ պետք է, բայց դրան հետևը մի բան դիր, այնտեղ չմնաս հանկարծ, կարողա դուրը չգա կամ ճիշտ դուր չլինի, որ կարողանաս այդ դուրս գաս։ Հարազատ մարդուն կորցնելուց հետո ինչպես ենք ուժ գտնում նորից ապրելու եւ ինչն է մեծ ուժ տալիս, որ մենք շարունակենք ապրել, ստեղծել, արարել ու գնալ առաջ։ Անկեղծ ասած, երիտասարդն եմ եղել, ճիշտ է, հասուն էի այդ ժամանակ, որ հորս կորցրեցի, բայց երիտասարդ էի, էլի։ Շատ բան իմ կյանքում այլ կերպ էր։ Պապայից հետո եմ հասկացել, որ բայ էս ոնց է եղել, էս ով արել այդ ժամանակ, հետո հասկացել եմ, որ այդ բոլոր հոգսերը, որոնք որ հետո մի անգամից ընկան իմ ուսերին, պապան էր այդ սաղան։ Այդ դժվար էր իմ համար, բայց ես պինդ գտնվեցի, մի քիչ ավելի ներփակված մարդ եմ, պինդ գտնվեցի, փորձեցի շարունակել եւ այն խորհուրդները բոլորը որ տրվել էր, միշտ մեր ընտանիքը պապան այտենց ավելի բանապահել էլի, ավանդական, ավելի այտենց պինդ կուռ իրավիճակում, որ ոչ մի բան այսպես չլինի եւ այդպես փորձել եմ շարունակեմ իմ կյանքը եւ իմ ընտանիքը ինչքանով ստացվել չգիտեմ։ Հայրիկի մահանալուց հետո մայրիկի նկատմամբ հոգատարության աստիճանը շատացավ։ Դե բնականն է որ շատանում է, որովհետեւ մաման մենակ է։ Ես մի բան հասկացել եմ, էլի, ամուսինը կյանքում շատ կարևոր։ Մենք տեղը չենք ոչ ես, ոչ քույրես, ոչ կինս, ոչ զավակներս, ոչ ոք չի կարող պապայի տեղը լրացնել։ Մենք փորձել ենք մաքսիմալ հոգատար լինել, փորձել ենք, բայց ես գիտեմ, որ դա շատ քիչ է, որովհետև պապան ա եղել իր կյանքի ընկերը ու շատ բաներ, որ վստահ եմ, որ խոսել է պապայի հետ, մեր հետ չի խոսի երբեք մաման։ Միանշանակ։ Ինչ է ձեր կարոտի անունը։ Իմ կարոտները շատ են արագ։ Տվեք նրանց անունը։ Գոնե մեկ անուն։ Կարող եմ մի քանիսը թվարկել։ Իհարկե։ Պապա, մանկություն, պատանեկություն, ուսանողական տարիներ, ծառայության տարիներ, ժամանակ եւ բարդ կարոտներից մեկը Արցախ, որտեղ ես անցկացրել եմ իմ կյանքի բեկումնային լավագույն վառ ու ամենահետաքրքիր օրերը։ Ես Ստեփանակերտի հրապարակի սալիկների քանակը գիտեմ, անգիր։ Ինքան եմ քայլել այդ տեղով, որ ծանր կորուստներ են դրանք։ Մի քանի անուն ունի ձեր կարոտը, Գևորգ, դուք թվարկեցիք, բայց ինչ արած կարոտներն ապրում են մեզ հետ։ Առանց դրա չկա մարդ եւ չկա մի մարդ, որ չունենա կարոտ։ Ուղղակի ամեն մեկիս կարոտը մի անուն ունի կամ անուններն են տարբեր մարդկանց կարոտների, որտեղ մարդիկ են այս կյանքում տարբեր։ Իրենց կյանքով, իրենց ապրածով, իրենց մտածելակերպով։ Ինչից եք կյանքում ամենաշատը վախենում։
հարցերի շարքից է, Արայք։ Սուտից երևի սուտ է, էլի որ կարա վախացնի ինձ իրականում։ Իսկ կորցնելուց չեք վախենում, Գևորգ։ Եթե դա մարդկային կորուստ չէ, բացարձակ նշանակություն չունի։ Ամենաբարձր արժեքը ի՞նչն է։ Մարդ։ Եթե մարդուն կորցնելու մասին է խոսքը, բնականաբար վախենում եմ։ Իսկ մնացած ամեն ինչ կյանքում հնարավոր է։ Բան ունեմ, էլի կարգախոս ունեմ։ Երբեք մի ասա երբեք։ Ամեն ինչ կարող է մարդու կյանքում լինել։ Երկու անգամ կյանքումս ասել եմ, ես երբեք այդ չեմ անի ու փոշմանել եմ։ Գևորգ, շատ են եղել թիկունքից հարվածները ձեր կյանքում։ Թե's եղած կլինեն ուղղակի Ինչպես եք ընդունում կամ դիմակայում այդ հարվածներին։ Դե ծանր է ստանում յուրաքանչյուրն էլ որ մանավանդ եթե հարվածը ստանում ես հարազատ մարդուց, բնական է որ ծանր է ստանում, ժամանակ ամեն ինչ բուժում է։ Ես որ օրինակ չեմ էլ վախենում նմանատիպ բաներից։ Չեք թուլանում։ Չէ, բացարձակ։ Որտեղից որ այս տարիքում զգում ես որ կարող է, չգիտեմ, հարված գա, այդ շատ արագ ջնջում ես քո կյանքից ու վերջանում ամեն ինչ։ Ընկերասեր եք, Գևորգ։ Շատ։ Ինչպես եք ընտրում ձեր ընկերներին։ Ընտրելը, գիտեք ոնց է, շատ բարդ բան է այդ ինչ որ իրանով է ստացվում, չնայած որ այս տարիքում շատ արդեն իսկ դժվար է դառնում նոր ընկերներ ձեռք բերելը։ Ես միշտ ասում եմ, որ ամենաանկեղծ ընկերները դա մանկության, պատանեկության եւ ուսանողական տարիների ընկերներն են, որովհետեւ այդ ընկերությունը ստեղծվել է ոչ մի բանի համար։ Պարզապես ստեղծվել է ընկերություն։ Այդ են ընկերներն են, որոնք որ դու կարող է չհանդիպես շատ հաճախ, կարող է երկար ժամանակ շփում չունենաս, բայց մշտապես գիտես, որ քո մի զանգից կամ մի SMS-ից ինքը վարկենական քո կողքին է։ Ու փառքաստու ես ունեմ լավ մանկության ընկերներ, ունեմ ուսանողական լավ ընկերներ եւ հետո իհարկե էլի ու էլի շատ ընկերներ, որոնք որ աշխատանքի բերումով, հետո նկարաններից, հետո ես ընկերություն անել սիրում եմ։ Հրաշալի է։ Որն է կյանքի երջանկության բանաձևը։ Էլի բարդագույն հարցերի շարքից յուրաքանչյուր մարդ ունի իր երջանկության բանաձևը։ Եթե ընտանիքը երջանկության բանաձևերից մեկն է, որ չգիտեմ, բարդ հարց է։ Ես օրինակ ասում եմ, ձեր օրինակ ընտանիքի երջանկության բանաձևը, չէ՞, տենց բան կա։ Ես միշտ ասում եմ անսահման սեր փոխադարձ հարգանք։ Սիրում ես, սիրված ես եւ փոխադարձ հարգանքով ես վերաբերում։ Լավ, Գևորգ, կան խոսքեր, որոնք ինչ որ մեկին պիտի ասեիր ու ուշացար եւ այդ խոսքերը մնացին չասված։ Ում պիտի ինչ ասեիր, եթե կան այդպիսի խոսքեր, ուշացած խոսքեր։ Այն մարդկանց, ովքեր չկան, նրանց մասին է խոսքը։ Այո։ Շատ հաճախ մենք չենք հասկանում, չէ, որ կկորցնենք եւ այդ խոսքերը չենք շռայլում։ Թեև գիտենք, որ մենք նրանց սիրում ենք կամ պետք է ներողություն խնդրենք, որովհետեւ սխալներ են գործել, բայց ամեն անգամ այդ խոսքերը թողնում ենք վաղվա համար։ Բայց այդ վաղը շատերի համար այդպես էլ չի գալիս եւ խոսքերը մնում են չասված։ Ունեք այդպիսի խոսքեր եւ ում պիտի ասեիք։ Հորս կասեի երևի։ Ինչ կասեիք։ Կասեի կներես որ այն ժամանակ ես ուշ էի գալի, դու մինչև առավոտ նստում էիր, սպասում էիր ու չէիր քնում։ Որտեվ հեռախոս չկար, որ զանգեի, ասեի, ես էսի տեղում եմ։ Չկար, բջջային հեռախոս չկար։ Այո։ Ինքը նստում էր մինչև ուշ ժամ, մինչև առավոտ։ Կասեի կներես Էլ չեմ ուշանա, որ քեզ այդքան սպասացրել եմ, այդքան անհանգստություն եմ պատճառել։ Երիտասարդ ես, ուսանող ես, այլ իրողությունների մեջ ես։ Մի ընկեր ունեմ զոհված, նորիկ է։ Իրան կուզենայի ասեի, Հաջյան Նորայրը։ Նորի հետ
մեր վերջին խոսակցությունը ոնց որ մի տեսակ իրարից նեղացած լինեինք։ Դից ես նեղանալու բնավորություն չունեմ, էլի։ Ինքն էլ մի տեսակ ման եղել, ինչու չեմ հիշում ինչից էր, բայց շատ մանր բանից։ Որ կուզենայի ասեի ընկերս այդ մանր բաները մեր կյանքում նշանակություն չունեն։ Մենք ուրիշ ձև ընկերներ ենք։ Շնորհակալ եմ այսքան անկեղծ խոստովանությունների ու հետաքրքիր պատմությունների համար, բաց խոսքերի համար, չասված խոսքերը բարձրաձայնելու համար։ Համոզված եղեք, որ մեկը վաղ թե ուշ խոսքերը տեղ են հասնում։ Նրանք լինեն, թե չլինեն, որովհետև այս ահռելի մեծ երկրագնդի վրա այլ տեղ էլ կյանքը շարունակվում է։ Գևորգ, մենք կամաց մոտենում ենք գաղտնի նամակին, որը այս ծրարի մեջ է։ Էլի ֆանտաստիկայի ժանրից է լինելու։ Այո, եւ նամակը հիմա կփոխանցեմ ձեզ։ Դուք բացում եք եւ բարձրաձայն կարդում, որից հետո փորձում ենք հասկանալ ով է նամակի հեղինակը։ Քեզ համար հարազատ մարդ է։ Չեմ պատկերացնում ով կարա։ Մենք էլ չենք պատկերացնում, բայց արի ուտես, որ հենց նա է նամակը։ Մենք որ երիտասարդ ենք, ձեռքով նամակ գրում ենք, հիմա SMS-ա դարել։ Այո, հիմա նորից վերադառնում ենք հին արմատներին։ Խոստովանի, որ այս տարբերակով նամակ ընթերցելն ավելի հաճելի է։ Իհարկե հաճելի է, այս երբ որ միտքը գրիչով անցկացվել է թղթի վրա եւ այո, միանշանակ հոգի կա այդ խոսքերի մեջ։ Էլեկտրոնային չի, ստեղ էմոջիներ չեն դրվում, այո, էլեկտրոնային չի, սա ուրիշ է։ Մենք էս ապրել ենք, վերապրել ենք, մենք նամակներով ոնց ենք սրտատրոպ սպասում նամակի, երբ որ գիտենք պիտի ստանանք հարազատից նամակ ու գալիս էր այդ ծրարի հոտն եմ ես հիշում։ Մարկյան վրա։ Այո, կանիքալ։ Արի կարդանք նամակը, Գևորգ։ Վաու։ Արայք դժվար եմ կարդալու, որովհետև sense պիտի հետ առաջ էլի մի քիչ տակառել է։ Ոնց ձեզ հարմար է։ Վերջին քառորդում մարդկությունը տեսավ ծանր տնտեսական ճգնաժամ, ընդհուպ գլոբալ համաճարակ, բայց այդ ընթացքում մի երևույթ մնաց անփոփոխ, համալրելով աշխարհի մնայուն արժեքների բացառիկ ցանկ։ Եվ այդ երևույթը Գևորգ Չուլյանն է։ Չի փոխվել այդ մարդու ոչ էությունը, ոչ տեսքը եւ ոչ էլ հատկապես քաշը։ Մայստրոն մեծություն էր արդեն 25 տարի առաջ եւ այն քիչ երջանիկներից, ով անգամ Ստեփանակերտի սնոբիստական շրջանակներում էր սեր վայելում։ Իսովա Փորձեք հասկանալ, շարունակենք նամակը։ Նրա առջև բացվում էին դռները, շարքային քաղաքացիները, մշակութային կենտրոնները, ընդհուպ քաղաքի միակ թատրոնը, իսկ Չուլյանին նույնիսկ Լեոնիդ Ավետիչը նկատողություն չէր անում, պատկերացնում եք։ Այս Ստեփանակերտ է տանում այս նամակը։ Չափազանցություն կթվա, եթե ասեմ, որ Գևորգը սերունդներ է կրթել։ Այո, կրթել է։ Նրա աշակերտները այսօր բազմահազարանոց լսարաններ ունեն։ Նրանցից ոմանց բեմական վարպետություն է դասավանդել, մյուսին սովորեցրել սերտակի պարել, մեկ ուրիշին կյանքի դասեր տվել։ Գևորգը բացի ստեղծագործականից մեկ այլ ոչ պակաս կարևոր առաքելություն էլ ուներ Արցախում, հայտնված իր համակուրսեցիների շրջանում։ Նրան էր վերապահված հախուռն բնավորությամբ 5 երիտասարդների հանրային կերպարների հղկումը։ Ըստ արժանվույն ներկայացնելը։ Չուլյանը սանձում էր բոլորին եւ ամեն ինչ։ Կանաչի Արտուրը հուսամ նաեւ հիշում է, թե ինչպես էր մեծն արտիստը մի կողմ թողնելով իր վեհ անելիքները, իր ձեռքից բռնած Ստեփանակերտի կենտրոնական փողոցով ուղեկցում դեպի Ատամնաբույժի մոտ, հուսալով, որ գոնե հետդարձի ճանապարհին Արթուրի երկու այտերից մեկի ուռուցքը ինչ-որ կերպ նվազած կլինի։ Եղել է սենց բաներ։ Հասկանում ես, մենք ուր ենք հասել, Գևորգ։
Ո՞վ է բայց։ Հետո շարունակիր, միգուցե վերջում բացվի։ Շատ մանրամասը բաներ գիտի էլի իմ մասին։ Ջուլիանը եւ իր հրաշալի քարյակը նույնքան ուրախ ու զվարթ զինծառայություն չէին ունենա առանց իրենց մյուս անբաժան ընկերների՝ Նորոյի եւ Երվանդի։ Մեկի ծիծաղը, մյուսի պարը ամենօրյա հավաքույթների ամենասպասված պահն էր։ Չնայած դրախտային պայմաններին, որոնք բաժին էին հասել Գևորգին, բանակում ծառայելու փոխարեն, փակակցերի մեջ, Երևանի կենտրոնում մեծացած արտիստը օրեր էր հաշվում փոքր քաղաքից մեզնից ազատվելու համար։ Ճիշտ է։ Բայց նա չէր հաշվարկել, որ բոլորիս աղոթներն ավելի հզոր էին, քան նրա ցանկությունը։ Նա ոչ միայն մեզնից չազատվեց, այլև այդ փոքրիկ քաղաքի լավագույն ավանդույթները իրենք ուղեկցեին ամբողջ կյանքի ընթացքում եւ զավակները կշարունակեն հպարտությամբ արցախյան բարբառով խոսել ոչ միայն իրենց մայրիկի, այլև հայրիկի հետ։ Ու սմայլիկ։ Ստեղ կա սմայլիկ։ Այո։ Ու վերջա։ Ու վերջ։ Ով է նամակը գրել ըստ քեզ։ Մարդ ով փաստորեն շատ բաներ տեսել է եւ գիտի այդ տարիների եւ ոչ միայն այդ տարիների մասին, այլ առհասարակ Ես մոտավորապես կռահում եմ ոնց որ 2 փորձեք կամ 3 տարբերակ ունեմ։ Արմինեն չի կինս հաստատ։ Չէ։ Հա, այդ հաստատ ոնց որ մտածում էի սկզբում բան, բայց հետո մտածում էի Արմինեն ինչի պիտի նամակ գրի։ Արմինեն ինչ ունի ասելու, ձեզ ամեն օր կարող է ասել։ 2 տարբերակ ունեմ եւ հակված եմ ավելի շատ Լուսինեի Մուսայելյան։ Ով է Լուսինեն։ Լուսինեն իմ սաներից է եղել, մենք շատ մտերիմ ենք եղել Ստեփանակերտում, դասավանդել եմ այնտեղ ու Արմինեի մտերիմ ընկերուհին է եղել, մենք մինչև հիմա մտերիմ ենք իրար հետ, հիմա ինքը Պրագայում է, Արցախի Ազատություն ռադիոկայանում թղթակից է աշխատում, Արցախից էր այնտեղ բան ուղարկվել արդեն քանի տարի։ Ես կարծում եմ, որ սա կամ Լուսինյանն է, կամ Թամարանա Պետրոսյան, երկուսից մեկը պիտի լինի, որովհետև Տոման էլ է եղել այդ մեր շատ մտերիմ մարդկանց։ բայց այս բանը ոճը բառերի սա ինձ տանում է դեպի Լուսինե, դեպի Պրագա, տենց Ձեր նամակը իրականում եկել է Պրագայից, Լուսինե Մուսայելյանն է նամակի հեղինակը, շատ ճիշտ եք կռահում։ Ես ճիշտ լուսում եմ։ Հիմա հասկացաք, որ ինչքան հարազատ մարդիկ ունեք, որոնք հեռվում են ապրում, բայց նրանց սիրտը մեկը ձեզ հետ է, որովհետև հետաքրքիր պահեր եք ապրել, տեսել են, նկատել են, գնահատել են եւ գնահատանքը այս խոսքերով այսօր ծրարված նամակով եկավ հասավ մեր տաղավար։ Մանրամասները մենակ Լուսոն կար։ Լուսինե ջան, շնորհակալ ենք ձեզ, որ այս նամակն ուղարկեցիք մեր տաղավար եւ եթե նկատեցիք Գևորգն այս դեպքում նորից հուզվեց, ձեռքերը դողացին, բայց նրա ժպիտը վերադարձավ, որովհետեւ նա ուրախ էր, որ ձեզանից նամակ ստացավ։ Ես կգամ Պրագա, քեզ կասեմ Լուսոլը սպասի։ Եվ վերջում, քանի որ խոստովանության տաղավարում եք, ում ինչ ունեք խոստովանելու, դաշտը եւ ժամանակը ձեր տրամադրության տակ են, Գևորգ։ Ոչ թե խոստովանեմ, պարզապես իմ երազանքների ցուցակից 1-2-ը կթվեմ, որ կուզենամ կատարվեն։ Որ կուզենամ, որ մենք ապրենք մեր երազած խաղաղ, հզոր, ուժեղ Հայաստանում, մեր սիրելի Հայաստանում։ Այս պայն դրանից առավել բան չունեք ասելու։ Չունեմ ասելու։ Այն մնացածը սա էլ կարևոր չեն։ Առողջությունն է կարևոր եւ խաղաղություն լինի։ Ամեն ինչ լուծվում է մարդու կյանքում, լինում են եւ դժվար օրեր, ծանր օրեր, լինում են եւ ուրախ օրեր, եւ ինչ որ փուլեր, կենցաղային խնդիրներ, ֆինանսական, ամեն ինչ մարդու համար գալիս ու գնում է, հաղթահարվում է, բայց կան բարձրագույն արժեքներ, որոնցից մեկը հայրենիքն է եւ խաղաղություն։ Եւ խաղաղություն։ Շնորհակալ եմ, Գևորգ,
Այսքան անկեղծ ու հետաքրքիր զրույցի համար հուսով եմ մեր զրույցը ստացվեց եւ մենք ձեզ շատ չուզեցինք եւ այսպես շատ չլարվեց այս ընթացքում։ Ստացվեց ձեր մոտ ինձ հուզել, չգիտեմ ինչքանով եմ ես կարողացել իմ միտքը փոխանցել շատ գեղեցիկ փոխանցել եք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, Արայք, շատ շնորհակալ եմ։ Գիտեք ինչն է կարևոր, անկեղծանալը։ Իսկ չգիտեմ ինչից է այստեղ բոլորն են անկեղծանում, ինչի համար ես իմ բոլոր հյուրերին միշտ ասում եմ շնորհակալ եմ, որ եկել եք բաց զրույցի եւ անկեղծ ձեր կյանքի պատմությունը պատմելու ու ներկայացնելու։ Շնորհակալ եմ, Գևորգ։ Ձեզ եմ շնորհակալ։ Սելի հեռուստադիտող, այսպիսին էր դերասան Գևորգ Չուլյանի կյանքի պատմությունը եւ խոստովանությունը։ Արժևորենք մեր ապրած ամեն մի վայրկյանը, գնահատենք թանկ ու հարազատ մարդկանց։ Լավը վատի հետ միշտ էլ ապրում են կողք կողքի, բայց արժեքները միշտ առանձնանում են իրենց կշիռով։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի, իսկ մենք կհանդիպենք նոր ու հետաքրքիր պատմություններով հաջորդ շաբաթ։